Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Բաքվում փետրվարի 10-ի նիստում իր վերջնական խոսքի բովանդակությունը։ Հրաժարվելով մասնակցել կեղծ դատավարությանը, Վարդանյանը խոսել է արժանապատվության, պատասխանատվության եւ այն խաղաղության մասին, որը հնարավոր է միայն հավասարների միջև։ Ես դատարանում 3 անգամ կրկնեցի այն, ինչը փորձում էին ընդհատել։ Արցախը եղել է, Արցախը կա եւ Արցախը լինելու է, հենց գոյաբանական իմաստով։ Այդ հարցը չի որոշում իրավական ձևակերպումներով։ Իսկ այն հարցում, որ ոչ ոք չի կարող դա ուղղակի վերցնել ու ջնջել, ես խորապես համոզված եմ։ Եվ ես ասացի, որ կանեի ամեն ինչ, որպեսզի դեռ մեր կյանքի օրոք, հուսով եմ իմ կյանքի օրոք, հակամարտության մասնակից բոլոր 3 կողմերի ղեկավարները ծաղիկներ խոնարհեն զոհվածների շիրիմներին, անկախ ազգությունից եւ կրոնից, ու ներողություն խնդրեին մայրերից զոհված զավակների համար։ Հույս ունեմ, որ դա տեղի կունենա եւ կարվի հարգանքով միմյանց նկատմամբ։ Եվ ես երջանիկ եմ ու հպարտ, որ ներկայացնում եմ հայ ժողովրդին այս դատարանում։ Չեմ վախենում ոչ մի պատժից կամ զրկանքից։ Պատրաստ եմ ընդունել այն լիովին հանգիստ, քանի որ սա դատարան չէ, այլ դատաստան։